Ինչ է Նեմեսիսը։ Նեմեսիսը գործողություն է, որի նպատակն էր պատժել 1915 թվականի հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտ թուրքերի պարագլուխներին, ինչպես նաև 1918 թվականի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին։ Ինչպես և երբ ծնվեց Նեմեսիսը։ Երիտ թուրք պարագլուխներն առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո փախան Գերմանիա։ 1918 թվականի դեկտեմբերի 16-ին նրանց դեմ սկսված դատավարությունում Թալյաթը, Էնվերը, Նազմը, Ջեմալը և նրանց հանցակիցները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա հայ հպատակների ջարդի և տեղահանության կազմակերպման մեջ։ Դատավճռի համաձայն 31 մեղադրյալներից Թալյաթը, Էնվերը, Նազմը և Ջեմալը դատապարտվեցին մահվան։ Դատավճռից փախած հանցագործների պատիժն իրականացնելու նպատակով էլ հայ հեղափոխական դաշնակցությունը հիմնեց Նեմեսիսը։ 1919 թվականին Երևանում Դաշնակցության 19-րդ ընդհանուր ժողովում 650 հանցագործներից առանձնացվեցին 41-ը։ Նեմեսիս գործողությունն իրականացնելու համար ստեղծվեց պատասխանատու մարմին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարոյի գլխավորությամբ և հատուկ ֆոնդ Շահան Սաթճակլյանի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարության և նյութական ապահովման համար պատասխանատու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։ Որ դատավճիռներն իրականացվեցին։ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բերլինում սպանեց հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալյաթ Փաշային։ 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտ թուրքերի կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։ 1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բերլինում սպանեցին Ջեմալ Ազմիին, ով հրամայել էր ծովում խեղդել 15,000 հայ երեխաների, ինչպես նաև Բեհայեդին Շաքիրին։ 1922 թվականի հուլիսի 22-ին Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը Թիֆլիսում սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին։ 1920 թվականի մայիսի 31-ին սպանվեց 1918 թվականի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից Նասիբ Յուսիֆ Բեյլին։ 1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին։ 1920 թվականի հուլիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանեց Շուշիի և Բաքվի հայերի ջարդերի հիմնական պատասխանատուներից Հասան Բեկ Ագաևին։ 1921 թվականի հուլիսի 18-ին Միսակ Թորլակյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբուդ Ժիվանշիրխանին։ Նեմեսիս գործողության ընթացքում սպանվեցին նաև 3 դավաճան Մկրտիչ Հարությունյանը, Վահե Իհսանին Եսայան և Ադուր Յասյանը, որ դատավճիռների իրականացումը ձախողվեց։ Նեմեսիս գործողության ցուցակում Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվերի և Միություն և Առաջադիմություն կուսակցության կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմի անունները կային։ Նեմեսիս գործողության անդամներին չհաջողվեց նրանց սպանել։ Էնվերը Գերմանիայից փախել էր Միջին Ասիա։ 1922 թվականին Տաջիկստանում նրան գնդակահարեց Կարմիր բանակի հայ հրամանատար Հակոբ Մելքումովը։ Նազիմը մահապատժի ենթարկվեց Թուրքիայում, նրան մեղադրել էին Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար։ Ինչպես ընդհատվեց Նեմեսիսը։ 1922 թվականին, երբ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վտարանդի կառավարությունները ստորագրեցին բոլշևիզմի դեմ համատեղ պայքարի Պրոմեթևս նախագիծը, հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն որոշեց դադարեցնել Նեմեսիսը։ Այս որոշումը միանշանակ չընդունվեց և պատմության ընթացքում ստացավ ամենաամոթալի որակումը։ Տարիներ անց Շահան Նաթալին առաջարկեց վերականգնել Նեմեսիսը, սակայն մերժվեց։ Փարիզում նա հիմնեց արևմտահայ ազատագրական ուխտը։